Խելքի բլից։ Ողջույն եւ բարի գալուստ Խելքի բլից, սա խաղ է, որտեղ դուք հանդիպում եք ձեր լարված, երբեմն մոռաց կոթ կամ տագնապած եսին։ Սակայն այստեղ ձեզ հաղթելու համար օգնելու են հանդարտությունը, արագությունն ու հիշողությունը։ Ծանոթանանք մեր այսօրվա մասնակիցների հետ։ Արտավազդ Կարապետյան, 31 տարեկան, երկար ու ձիգ տարիներ աշխատում է որպես վաճառքի բաժնի ղեկավար։ Շեֆերից է էլի։ Շատ է սիրում ինտելեկտուալ խաղեր, եղել է ավելի քան 20 երկրներում ու հասցրել անգամ Մադրիդի duty free-ից գողանալ գինի, շատ պատահաբար։ Արտավազդ, ես ինչ պատմությունների մեջ ես։ Նախ բարև ձեզ։ Դե Մադրիդի аэроպորտը շատ մեծ է ու duty free-ն էլ բնականաբար էլի մեծ է։ Գինին վերցնում եմ, որ գնամ վճարեմ ու տենց մտքերով քայլում եմ ու տենում եմ, որ duty free չկա, հասել եմ իմ սամալյոտին ու ստիպված նստում։ Ու տեսնում ես ձեռքդ գինի է։ Ու ստիպված նստում եմ, գնում եմ միջև մա երևի ինձ են ման գալիս այնտեղ։ Աստված իմ, տենց գոնա հետ գնայիր, մի քանի բան էլ վերցնեիր։ Դե որ իմանա, ավելի թանկանոց բան կվերցնեի։ Շատ լավ, իսկ ինտելեկտուալ խաղեր ասում ես սիրում ես։ Շատ եմ սիրում։ Շատ ես մասնակցել ինտելեկտուալ խաղերի։ Այդքան շատ չեմ մասնակցել, բայց հիմնականում նայում եմ։ Հիմա տեսնենք տարբերությունը որն է խաղալու։ Մի խոսքով այսօր տրամադրված եկել ես հաղթելու։ Ну, ընդհանրապես խաղերը սիրում եմ հաղթել, բայց այսօր եկել եմ հաճույք ստանամ խաղից։ Գնացինք։ Ծանոթանանք մյուս մասնակցի հետ։ Արման Մինասյան, 31 տարեկան, աշխատում է որպես դասընթացավար, ուսուցման եւ զարգացման մասնագետ, առաջիկայում էլ պատրաստվում է բացել իր կրթական կենտրոնը։ Սիրում է ֆուտբոլ, ֆիլմեր եւ հետևում է Ֆորմուլա 1-ի առաջնություններին։ Արման, իսկ ինտելեկտուալ խաղերի մասին ինչ կասես։ Լսել եմ շատ լավ ես ինտելեկտուալ խաղերի ոլորտում։ Բարև ձեզ։ Այդքան շատ լավ չեմ, բայց համեստություն եք անում հենց հիմա։ Դե կարծում եմ, որ ավելի շատ բան չգիտեմ ու փորձում եմ ավելին իմանալ։ Ծանոթացնեմ այսօրվա մեր խաղի կանոններին, ունենալու ենք 3 փուլ, յուրաքանչյուր փուլում 10-ական հարցեր։ Առաջին փուլի ոլորտն ընտրելու համար պետք է հնչեցնեմ 1 տրամաբանական հարց, եւ ով առաջինը գուշակեց հարցի պատասխանը, նա էլ կընտրի ոլորտը։ Պատրաստ եք։ Այո։ Ուշադրություն։ 1926 եւ 1948 թվականներին Գերմանիան պատերազմներ հրահրելու համար պատժել է նույն կերպ, ինչպես Օլիմպիական խաղերում չեն թողել մասնակցի։ Այո, բրավո։ Ես անգամ չհասցրի շարունակել հարցը եւ դուք գուշակեցիք։ Գիտեիք այս հարցը։ Դե բարձ էր, որ առաջին երկրորդ համաշխարհայիններից հետո։ Այո, ես ուզում եի ասել, ինչպես պատժվել է ժամանակին Սպարտան եւ հենց Սպարտայից էլ կարող եք գուշակել, բայց փաստորեն ձեր մրցակիցը արդեն իսկ որոշեց խաղի առաջին փուլի ելքը։ Արման, կարող ես ընտրել ոլորտը, տես որ ոլորտն ես ընտրում, որպեսզի դու առաջատար լինես։ Եկեք սպորտային աշխարհ ընտրենք։ Սպորտային աշխարհ։ Սպորտից լավ ես։ Ոչ չեմ։ Իսկ դու Արտավազդ։ Կտեսնենք։ Սկսում ենք առաջին փուլը, ոլորտն է սպորտային աշխարհ։ Ուշադրություն։ Որ երկրի ազգային առաջնությունում են հանդես գալիս Manchester United-ը եւ Arsenal ֆուտբոլային ակումբները։ Անգլիա։ Ճիշտ է, Արտավազդ, դու գիտեիր։ Դե ոչինչ կհասցնեմ դա։ Ուշադիր։ Որ սպորտաձևում է հանդես գալիս հայ մարզուհի Անի Ամիրղանյանը։ Արտավազդ, ճիշտ է, բրավո։ Քանի միավոր են վաստակում բասկետբոլում տուգանային 1 հարվածից։ 1։ Ճիշտ է, Արման։ Մարմնի որ մասն է հիշատակվում handball միաժամանակ էր եւ պատասխան ձեռքի գնդակ։ Քանի որ երկուստ էլ միաժամանակ սեղմեցիք, երկուստ էլ ստանում եք 1 միավոր ուշադրություն։ Որն է շախմատ բառի հայերեն հոմանիշը։ Արտավազդ։ Շատրակ։ Ճիշտ է։ Որ հայ շախմատիստը 1963-ին։ Տիգրան Պետրոսյան։ Ճիշտ է։ Որ մարզաձևում են հանդես գալիս Մայքլ Ջորդանը եւ Շաքիլ Օնիլը։ Այո, Մայքլ Ջորդանը։ Բասկետբոլ։ Ճիշտ է։ Որ երկրի ազգային սպորտաձևն է համարվում սումոն։ Արման, ճիշտ է։ 2021 թվականին որ բառն ավելացվեց օլիմպիական կարգախոսին։ Պատասխան։ Որևէ պատասխան չունեք։ Միասին բառը ավելացվեց։ Քանի օղակներից է կազմված։ 5։ Ճիշտ է, Արման, ճիշտ է։ Այսքաններ գոհեք։ Հա, նորմալ։ Բայց լարված ընթացավ խաղը։ Չի ասի։
Բոլոր հարցերի պատասխանները գիտեիք, բացի օլիմպիական Միասին, կարգախոսին, այո։ 6 միավոր առաջին փուլում վաստակում է Արմանը եւ 4 միավոր վաստակում է Արտավազդը, կարծում եմ շատ լավ է առաջին փուլի համար, որովհետեւ երկուստ էլ գրեթե բոլոր հարցերի պատասխանները գիտեիք, պարզապես արագության հարցն էր, որը կարծում եմ երկրորդ փուլում արդեն կարող ենք ուղղել։ Քանի որ առաջին փուլում շատ միավորներ վաստակում է Արմանը, կրկին Արման դուք եք ընտրելու երկրորդ փուլի ոլորտն այս անգամ, այնպես որ տեսնենք ինչ եք ընտրում։ Երաժշտական աշխարհ։ Երաժշտական աշխարհ։ Կտրուկ փոխում ենք ոլորտային ուղղվածությունը։ Ինչ երաժշտություն եք սիրում։ Հիմնական դասական ռոք։ Ահա։ Այս դասական եմ լսում, ինչ որ հիփ-հոփ արտիստներ կան, իրանց էլ եմ լսում։ Արտավազդ, ինչ կասեք, ընտրությունից գոհ եք։ Ну, կարելի է փորձել։ Դուք ինչ ամեն ինչ էլ երաժշտություն լսում եք։ եմ։ Ահա։ Սկսում ենք երկրորդ փուլը, ոլորտն է երաժշտական աշխարհ։ Ուշադրություն։ Շվեդական որ խումբն է։ Աբբա։ Արման, դու ինձ ապշեցնում ես, ճիշտ է։ Որ խմբի մեներքիչն էր Ֆրեդի Մերկուրին։ Արտավազդն է փաստորեն սեղմել, ճիշտ է։ Ում ստեղծագործության հիման վրա է ստեղծվել Օթելլո օպերան։ Արտավազդն է սեղմել, ճիշտ է։ Որ նոտան է հաջորդում ֆա նոտային։ Արման, ճիշտ է։ Որ դարում է ակտիվորեն ստեղծագործել Յոհան Սեբաստիան Բախը։ Արման, ոչ։ 18 Ճիշտ է։ Ում կերպարն է մարմնավորել ֆրանկո-կանադացի երգիչ դերասան Գարուն Quasimodo։ Ճիշտ է։ Ինչ ժանրի ստեղծագործություններ են Այդան եւ Տոսկան։ Արման, ճիշտ է։ Ֆրանսիացի որ կոմպոզիտորն է գրել Կարմեն օպերան։ Բիզե։ Ճիշտ է։ Երաժշտական որ ժանրում է ստեղծագործել ամերիկացի երաժիշտ Լյուի Արմսթրոնգը։ Արտավազդ։ Jazz Ճիշտ է, բրավո։ Երաժշտական որ ժանրում է ստեղծագործել Բոբ Մարլին։ Արմանն է սեղմել։ Ռեգի։ Ճիշտ է, բրավո։ Այսպիսով ամփոփում ենք նաև երկրորդ փուլը, ձեր տպավորությունների մասին եմ ուզում լսել։ Շատ լավ հարցեր են։ 10-ից 10 համարյա գիտեիք դուք Արման, Արտավազդն էլ, ուղղակի Արտավազդը մի քիչ կամաց է սեղմում կոճակը եւ ես անդադար ինձ թվում է թե Արմանն է։ Արտավազդ դու ինչ կասես։ Ես կասեմ, որ լավ խաղ ընթանում։ Տեսնենք։ Բոլոր հարցերին ծանոթ եք որպես այդպիսին եւ դա շատ ողջունելի է։ Ամփոփում ենք արդյունքները 6 միավոր վաստակում է Արմանը եւ 4 միավոր վաստակում է Արտավազդը։ Վստահ քայլերով ընթանանք վերջին փուլ։ Վերջին փուլում արդեն փոխում ենք մարտավարությունը եւ յուրաքանչյուրս խաղալու ենք առանձին։ Եվ այս անգամ Արմանը ընտրելու է ոլորտը Արտավազդի համար եւ Արտավազդը Արմանի համար։ Այնպես որ տեսնենք Արման որ ոլորտը կընտրես Արտավազդի համար։ Ես Արտավազդի համար կընտրեմ հայ դասականներ։ Արտավազդ կարդում ես գրականություն, Կարդացել այն էլ եմ հայ ժամանակին։ դասականներ։ Կարծում ես կհիշես։ Փորձեմ։ Մեկ այլ արագության հետ կապված հարցեր չկան ձերս։ Ձերքի օգնությունը այո, պետք չէ այստեղ, պետք է արագ պատասխանել, կրկին արագությունը Փորձենք։ պետք է։ Այնպես որ հիմա հերթը քոնն է Արտավազդ, որպեսզի ընտրես Արմանի համար ոլորտ։ Կտրենք արվեստ։ Արվեստ։ Գոհ ես ընտրությունից Արման։ Այո, Արվեստի ոլորտին ծանոթ ես։ բավական։ Ես չեմ կասկածում արդեն։ Այնպես որ տեսնենք ինչպես կընթանա երրորդ փուլը։ Դե ինչ սկսում ենք երրորդ փուլը, խաղում ենք Արտավազդի հետ։ Շարունակեք Չարենցի հայտնի ստեղծագործության տողը։ Ուր էլ լինեմ չեմ մոռանա։ Ես ողբաձայն երգերը մեր։ Բրավո։ Ում ստեղծագործություններից է վերցված մեր հայրենիք Հայաստանի Հանրապետության պետական հիմնի տեքստը։ Նալբանդյան։ Ճիշտ է։ Հակոբ Պարոնյանի որ գրքի հերոսն է Աբիսողոմ աղան։ Մեծապատիվ Մուրացկանն։ Ճիշտ է, բրավո։ Որտեղից է ծագում Նարդոս անունը։ Ծաղիկից։ Բրավո։ Հայ գրողներից ով է որոշ ժամանակ կրել Մելիքզադե կեղծանունը։ Շիրվանզադե։ Ոչ։ Ռաֆի։ Հայ մեծ բանաստեղծներից ում սիրտն է ամփոփված Արարատի գագաթին իր իսկ պատգամով։ Կարող եմ հուշել, որ այդ գրողը ժամանակին ամուսնացած էր Սիլվա Կապոտեկյանի հետ։ Սահյան։ Ոչ, Հովանես Շիրազ։ Հայ գրողներից ով էր իր ստեղծագործություններից մեկում կարծում թե վերջին պոետն է երկրի։ Նա շատ թախծոտ բանաստեղծություններ է գրել ժամանակին։ Տերյան։ Ճիշտ է, բրավո։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից ով է գրել Վարք Մաշտոցի ստեղծագործությունը։ Ճիշտ է։ Հայաստան ասելիս որ գրողի ծնկներն էին ծալվում, իսկ այտերը այրվում։ Սահյան։ Ճիշտ է։ Գրերի ստեղծումից հետո առաջինը Աստվածաշնչի որ գիրքը թարգմանեցին Մաշտոցն ու իր աշակերտները։ Կտակարանը։ Ոչ։ Սողոմոնի առակները։ Okay։
Բայց շատ լավ խաղացիր, Արտավազ, բրավո։ Որ հարցներ, որ հիշում էիր, բայց այդ պահին չկարողացար։ Ավելի շատ խառնվեցի, որ Սիլվա Կապուտիկյանի ամուսինը ասեցիք, հիշեցի։ Բայց Շիրոզներ նրա ամուսինը։ Համաձայն եմ, բայց հաստատ կարայի։ Հասկացա, այնտեղ մի հարցն էլ կար, որ Ժաֆին էր մեկ էլ, որ Մելիքզադեն, փաստորեն նորություն էր նաև։ Այս պահին խաղում ենք Արմանի հետ, ոլորտն է արվեստ։ Որ իտալացի քանդակագործն է ստեղծել Դավիթ Արձանը։ Միքելանջելո։ Ճիշտ է։ Որտեղ է պահվում Անահիտ Աստվածուհու Կիսանդրին։ Լոնդոնի բրիտանական թանգարան։ Ճիշտ է։ Հնեաբան Լյուդվիգ Բորչարդի կողմից հայտնաբերված եգիպտական որ թագուհու Կիսանդրին է պահվում Գերմանիայում։ Կլեոպատրա։ Նեֆերտիտի։ Որ նկարիչն է հայտնի իր արևածաղիկների շարքով։ Վան Գոգ։ Ճիշտ է։ Որ երկրում է ծնվել նկարիչ Պաբլո Պիկասոն։ Իսպանիա։ Ճիշտ է։ Ինչն է հիմնականում նկարում Հովանես Այվազովսկին։ Ծով։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ինչ ազգություն ուներ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկին։ Հայ։ Ճիշտ է։ Որտեղ է գտնվում Ռոդենի մտածող արձանի բնօրինակը։ Երկիր նշիր։ Իտալիա։ Ոչ, Ֆրանսիա։ Սալվադոր Դալիի ամենահայտնի նկարներից մեկում ինչեր էին պատկերված, որոնք հալվում էին։ Ժամացույցներ։ Ճիշտ է։ Եվ վերջինը, որտեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր միասնության արձանը։ Որ երկրում։ Տարբերակ ԱՄՆ։ Հնդկաստան։ Այսպիսով ամփոփում ենք խաղը նաև քեզ հետ, քո տպավորությունները։ Լավն էին հարցերը էլի։ Լավն է, չէ՞։ Շատ Կային բաներ, որոնք չգիտեիր իսկապես։ միասնության արձան չգիտեի։ Այնտեղ էլ որներ, որ Նեֆերտիտին։ Նեֆերտիտին ուզում էի պատասխանել, հետո մտածեցի Կլեոպատրան ավելի հավանական, ավելի պոպուլյար, բայց հա Նեֆերտիտին։ Եվ Ռոդենի արձաններ, որ Ֆրանսիայում է։ Հա, ես մտածում էի սկզբում պիտի շուտ թանգարան նշեմ։ Հա, հետո ես հուշեցի, որ երկիր։ Հա, ու գնացիր Իտալիա։ Հա, Լուվր պիտի ասեի, հետո ասի։ Շատ լավ, բայց շատ լավ էր, կարծում եմ, կրկին ադրենալինով լի խաղ ստացվեց, այնպես որ արժե ամփոփել երրորդ փուլի արդյունքները եւ տեսնենք հաղթական ելքով ով է այսօր հեռանում մեր տաղավարից։ Շատ զարմանալի արդյունքներ ցուցաբերեցիք երկուստ էլ երրորդ փուլում 7 միավորներով, այսպիսով հավասարեցրիք հաշիվը երրորդ փուլի համար։ Շատ լավ էր, տեսնենք ով է հաղթում այսօր։ 19 միավոր վաստակում է Արմանը եւ 15 միավոր վաստակում է Արտավազդը։ Շատ քիչ միավորների տարբերությամբ այսպիսով հաղթում ես դու Արման։ Շնորհավորում ենք քեզ եւ ուզում ենք լսել քո խոսքը։ Նա պիտի շնորհակալություն ասեմ։ Ուզում ես դժգոհությունը հայտնիր, մենք լրիվ օքեյ ենք։ Շատ հաճելի էր խաղում լինել։ Այս արագությունը հարցերին շատ է դուր գալիս։ Շնորհակալություն Արտավազդին, շատ լավ։ Գոհ էիր մրցակցից։ Այո, լավ մրցակցություն ապահովելու համար եւ ընդհանուր առմամբ մտնոլորտը հիանալի էր։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ ենք շնորհակալ, չենք կարող նաեւ չլսել Արտավազդին, դու քո դժգոհությունների մասին կարող ես հայտնել։ Ես շատ գոհ եմ, շատ լավ մրցակից եք ապահովել ինձ համար եւ լավ էմոցիաներով Գրեթե հավասար, այսպես ընթանում էիք մի քանի Իմ միավոր։ կարծիքով սենց խաղ չէր եղել դեռ։ Հաստատ չէր եղել։ Եվ իհարկե խաղի վերջում մենք չենք կարող մեր հաղթողին կներես Արտավազդ թողնել առանց մրցանակի։ Արման, սիրով քեզ ենք հանձնում այս գիրքը, կարող ես վայելել, կարդալ, եթե Արտավազդն էլ ցանկանա, փոխանցել գուցե ինքն էլ կարդա։ Կարող ես տեսնել արդյոք հավանում ես։ Մենք էլ տեսնենք, էլի։ Փոքր քայլերի մեծ արդյունքը այսպես են հաղթում խելքի բլիցում։ Շնորհակալ եմ ձեզ լավ խաղի համար եւ դրական էմոցիաներ պարգևելու համար։ Սիրելի դիտողներ, ձեզ էլ շնորհակալ ենք դիտելու եւ մեզ հետ միասին խաղալու համար, բայց ես առաջարկում եմ մյուս անգամ գալ եւ այսպիսի դրական ու ադրենալինաշատ խաղ ապահովելու համար միանալ մեզ տաղավարում։ Միասին փորձենք մեր ուժերը խելքի բլիցում։ Խելքի բլից, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։